Ողջույն Front TV-ի հետևորդներ, այսօր իմ հյուրն է Արցախի նախկին կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Անահիտ Հակոբյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք կրթական ոլորտից Հայաստանի Հանրապետության տարածաշրջանում 43% դպրոցները գործում են առանց տնօրենի։ Դուք որպես ուսուցիչ սրան ինչպես եք վերաբերվում։ Սա իսկական ճգնաժամ է կրթական ոլորտի համար։ Իհարկե իսկական ճգնաժամ է, երբ 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց հանրակրթության նոր չափորոշիչ և անցում կատարվեց նոր չափորոշիչին, ապա բարձիթողի վիճակի թողնվեցին մի շարք հարցեր, ուշադրության կենտրոնից դուրս մնացին ոլորտային ուսումնասիրման ենթակա մի շարք հարցեր, հատկապես դպրոցներում տնօրենների նշանակման, տնօրենների ընտրման կամ երկու տնօրեն ունենալու այս հարցերը, այս խնդիրները մենք Արցախի Հանրապետությունում այս հարցին միանշանակ լուծում տվեցինք 2022 թվականի նոյեմբերի 22-ին, չընդունելով Հայաստանի Հանրապետության հանրակրթության նոր չափորոշիչային պահանջները և դպրոցներում թողնելով մեկ տնօրեն։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում այս համակարգին անցումը բերեց մի շարք բացասական երևույթներ, նախ տնօրենի հավաստագիր, այսինքն ղեկավարման իրավունք ստացած անձանց թվականակը չի համապատասխանում իրականությանը, բացի այդ չունեն դպրոցի զարգացման համապատասխան ծրագրեր, այսինքն չկան համապատասխան քանակով անձինք, ովքեր կհավակնեին տնօրենի պաշտոնին նման կարգավիճակում և կամ էլ ովքեր ներկայացրել են զարգացման ծրագրեր կամ ովքեր ղեկավարման իրավունք են փորձել ստանալ չի հաջողվել ու այդ պատճառով այս ոլորտը մասամբ մնացել է բարձիթողի վիճակում, հետևաբար բնական է, որ դպրոցները կմնան առանց տնօրենների։ Այդ է պատճառը, որ դպրոցների հենց ձեր նշած 43%-ը ղեկավարվում է պաշտոնակատարների կողմից և այն դպրոցները հայաստանյան, որոնք կարողացել են քիչ թե շատ կերպով պահպանել իրենց նախկին ավանդույթները, իրենց դպրոցական կարգ ու կանոնը, կարգապահական նորմերը, հանրակրթության օրենքը, նրանք կարողացել են համապատասխանել արդի պահանջներին, պայմաններին։ Իսկ այն դպրոցները, որոնք չեն կարողացել, նրանք դուրս են մնացել, ավելին կարելի ասած բավականին անփույթ կատարված, այսպես ասած, աշխատանքի պատճառով կրթական համակարգը գտնվում է բարձիթողի վիճակում։ Սկսած դասագրքերից, կառավարման համակարգից, ուսուցիչների վերապատրաստումից, ինչպես նաև ծնողական հասարակայնության վերաբերմունքից ունեցած դպրոցների կրթական համակարգի նկատմամբ։ Տիկին Հակոբյան, դպրոցներում նաև շարունակ աճում է բուլինգի դեպքերը և կանխարգելման միջոցներ կարծես թե չի գտնվում, բուլինգի ենթարկվում են և ուսուցիչները և աշակերտները։ Սա որտեղից է եկել և ինչպես կարելի է կանխարգելել այս ամենը։ Կարելի ասել համակարգի թերացումները բերել են նրան, որ թե ուսուցիչները, թե աշակերտները ենթարկվում են բուլինգի։ Այ վերջերս, չգիտեմ, այդ Մերձավանի դպրոցի պատմությանով շուտ դեպքը, նաև այ համացանցում պատտվում են մի շարք դեպքեր կապված տարբեր դպրոցների հետ, կարծես շոու է գցած ու մարդիկ հիանում, ծիծաղում, մեկը ծափահարում է, մեկը բացասական է արձագանքում, մեկը դրական արձագանքում, բայց ոնց որ կրթության ոլորտի պատասխանողները կողմնակի դիտողի դերում են այս պարագայում։ Ինչ է նշանակում լրատվամիջոցը մտնի դպրոց, բարձրանա երկրորդ հարկ, դասարանի դեմ ուսուցչուհին հանի դասարանից, զանգը տված, ուսուցչուհին, չգիտեմ, լրատվամիջոցի հետ հարցազրույց ունենա և լրատվամիջոցի այդ աշխատակցուհին ուսուցչուն նկատողություն անի, ասի, բա զանգը տված է, դասարան պիտի մտնեք։ Ուր է դպրոցի տնօրենը, որտեղ է դպրոցի փոխտնօրենը, որտեղ է դպրոցի, շատ կներեք, ցերեկային պահակը, դռնապանը որտեղ է։ Ես չեմ հասկանում, այդ դպրոցներում աշխատողներ չկան, որտեղ են դպրոցի աշխատողները, կամ
Դպրոցի հիմա համայնքի ենթակայության տակ է։ Կրթության ոլորտի քաղաքականությունը թելադրում է նախարարությունը։ Ուր են մեր հարգելի նախարարություն կոչված հաստատության աշխատողները, հարգելի նախարարություն, հարգելի աշխատակիցներ, ուր եք դուք, ինչու չեք արձագանքում, ոնց կարելի է գրչի մեկ հարվածով ազատել տնօրենի պաշտոնակատարին, փոխտնօրենին կամ չմտածել հետագայի մասին։ Էս ինչ վիճակ է տիրում դպրոցներում, էս ինչ վիճակ է երեխաները ոնց են խոսում մեծահասակների ուսուցիչների հետ, ինչպիսի անարգանքով, ինչպիսի կամահարանքով, կամ ծիծաղով, ես չեմ հասկանում, կամ ծնողները, սա ինչ վերաբերմունք է, նախ եթե ուսուցչուհին մեղավոր է, ես ոչ մի կողմի չեմ արդարացնում եւ ոչ մի կողմի էլ չեմ ասում մեղավոր է։ Բոլորն էլ այնտեղ մեղավոր են, եթե վիճակը հասել է դրան, հետևաբար մեղքի բաժին ունի եւ ուսուցչուհին, եւ փոխտնօրենը, եւ տնօրենը, եւ համայնքի ղեկավարը եւ նախարարությունը, ինչու՞ չէ նաեւ։ Հենց ամենամեծ մեղավորը նախարարությունն է, սկսվում է կրթության քաղաքականությունից։ Ինչ է նշանակում, եթե ուսուցչուհին բողոքել է, ոնց լսել ենք, մի անգամ ազատվել է աշխատանքից, վերականգնվել է, այսօր են վարչական աշխատողները, ինչու ոչ մեկը դրան չի արձագանքել, ինչու համապատասխան գնահատական չի տվել, կամ եթե այդքան մասսա հավաքվել է, որտեղ է տնօրենը, կամ պաշտոնակատարը, կամ փոխտնօրենը, ինչու նրանց չեն հավաքում մի դահլիճում, ինչու նրանց հետ հարցազրույց չի կազմակերպվում, ինչու չեն փորձում հասկանալ պատճառը, եթե ուսուցչուհին իրոք թուրքասիրություն է քարոզում, ապա ուր է փոխտնօրենը, որտեղ են դասալսումների արդյունքները, եթե ահազանգեր ստացվել է մինչ այդ, ինչու ոչ մեկը դրանով չի զբաղվել։ Հիմա ոչ վարչական աշխատողն է իր տեղում, ոչ մանկավարժն է իր տեղում, ոչ ծնողն է իր տեղում, դե բնական է, որ բարձի թողի վիճակում գտնվող դպրոցի երեխան էլ աշակերտն էլ կունենա այդ պատկերը։ Այլ ընտրանք լինել չի կարող, մենք չենք կարող ավելին սպասել նման դպրոցի աշակերտներից։ Տիկին Հակոբյան, Արարատի մարզի Մղջյան դպրոցում ավագ դասարանի աշակերտները կապ կապել են 4-րդ դասարանի 2 աշակերտի զուգարանում եւ ստիպողաբար թմրանյութ են ստիպել, որպեսզի նրանք օգտագործեն, այնուհետև այս աշակերտների մեջ կախվածություն է առաջացել եւ այս աշակերտները սկսել են տնից գողություն անել։ Այսինքն մենք ունենք նաեւ դպրոցներում խնդիր թմրանյութի լայն տարածում։ Սրա դեմ ինչու չի պայքարում։ Այսինքն ունենք բարձր թողի վիճակ։ Ընդհանրապես Արցախում նման տարածված երևույթ կար, որը օրենքի պահանջներին համապատասխան էր, ամեն մի դպրոց օրվա մեջ մուտք էր գործում անչափահասների տեսչության աշխատակիցը, ամեն մի դպրոց գծված է մի աշխատակցի, որոնք պարբերաբար եւ մտնում եւ որպես իրենց աշխատանքի վայր համարում են դպրոցական հաստատության տարածքը եւ պարբերաբար հետեւում են աշակերտների վարքագծին։ Ես հայաստանյան մի շարք դպրոցներ մուտք եմ գործել, բայց նման երևույթի ականատես չեմ եղել։ Այսինքն անչափահասների գծով տեսչությունը Հայաստանի Հանրապետությունում իրեն վերագրված պարտականությունները չի կատարում։ Համապատասխան աշխատանք չի տարվում երեխաների հետ, բնական է բարձի թողի վիճակում գտնվող երեխան ամեն ինչ ել կձգտի, հետաքրքրասիրությունը ու արգելված պտուղը նաև ասում են քաղցր է լինում, կփորձի, կցանկանա ամեն ինչ փորձի եւ հետևանքը կունենանք այն, ինչ արկա է այս պահին այդ դպրոցներում։ Սա ղեկավար մարմինների բարձի թողի վիճակ է, թե համայնքի, թե ոստիկանության, թե անչափահասների գծով տեսչության, որ դպրոցը հայտնվել է բարձի թողի վիճակում եւ ծնողական հասարակայնության ուշադրությունից է վրիպել եւ մանկավարժների բնական է, բա ներդրված նոր հանրակրթության պետական չափորոշչի համաձայն մենք ունենք բավականին թվով մանկավարժի օգնականներ, հատուկ մանկավարժներ, սոցմանկավարժներ, ծափահարում են, ծափ ողջույններով նոր համակարգը ընդունում են,
նոր չափորոշները, բա ուր են այդ սոց աշխատողները, ուր են, ինչու ոչ մեկը չի զբաղվել այդ երեխաներով, ինչ է, այդքան բարձի թողի վիճակում է, որ հասցրել են դրան, որ երեխան կարողացել է օգտագործել դա, եւ ոչ մի ահազանգ չի եղել, մինչեւ դեպքը հասել է իր գագաթնակետին, ես խստորեն դատապարտում եմ այս գործող նոր համակարգով ընթացող եւ պարապմունքները եւ գործող նոր համակարգին կողմ ղեկավարությունը, եթե իրեն գտնում են, որ իրենց ներդրածը համապատասխանում է իրավիճակին, հետեւաբար բարի լինեն իրենց իսկ ворթեգրածը, իրենց իսկ վարվող քաղաքականությունը, հետևել, որ այն համապատասխան հունով գնա։ Բայց այդ ոնց է նշանակում, որ ինչ է նշանակում եւ ոնց է պատահում, որ քաղաքականությունը թելադրում են, բայց հետևանքները, արդյունքները չունեն, չեն պահանջում։ Ես անձամբ չեմ տեսնում այդ արդյունքները ու այսօր մենք ականատեսնենք այդ ցավալի իրավիճակին, սկզբում մեկ դպրոց կլինի, վաղը դրանք ավելանա մեկ ուրիշ դպրոց, վաղը մեկ այլ դեպք կավելանա, այսինքն ընդհանուր համակարգը գտնվում է բարձի թողի վիճակում։ Ինչպես պայքարել։ Եվ ես կառաջարկեի հենց սկսել նախարարությունից, եթե աշխատողը իր դերում չի, կամ նշանակված նախարարը իր դիրքում չի, հետեւաբար պիտի ինքը կամովին լքի իր պաշտոնը, իր տեղը զիջի կարող ուժի։ Ինչու՞ չէ, Հայաստանի Հանրապետությունում կան բավականին խելոք, կիրթ, իրավիճակին տիրապետող մասնագետներ, ովքեր կկարողանան տեսադաշտում պահել կրթական համակարգը եւ ողջունելի կլինի, եթե ինքը ինքնակամ թողնի ու հեռանա, մեր հարգելի տիկին նախարարը եւ իր տեղը զիջի կարող Հայաստանի Հանրապետության որևէ կրթական ոլորտի ներկայացուցիչ, ով ի վիճակի կլինի այս քայքայված իրավիճակում, որ մենք հայտնվել ենք, իմի բերի եւ համակարգը նորմալացնի, առողջ մթնոլորտ ապահովի թե դպրոցում, թե ուսուցիչ տնօրեն հարաբերություններում, թե աշակերտ ուսուցիչ ծնող հարաբերություններում։ Դե ինչ, շատ շնորհակալ եմ այսօրվա հարցազրույցի համար, դեռ կհանդիպենք։ Իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն էր Անահիտ Հակոբյանը, կհանդիպենք։